Մեր հաջորդ հարցը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված դատապարտարներին։ Ես ուզում եմ նշել, որ այդ անձին փոխանցվել են դատապարտարների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել, եւ հարցը կարգավորվել է քրեական բարույթներով իրավականության մասին օրենքով, ըստ որի կարող է պրոցեսը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Եվ դա արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելը։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում հետո ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Եվ այսքանը ես այսքանը կպատասխանեմ հարցերի կապված։ Ես ասում եմ, որ մեր պետությունը գոյություն ունի դատապարտարների փոխանցման հնարավորություն եւ համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ եւ կարող են միաժամանակ վստահեցնել, որ process-ը միայն իրավական է եղել եւ հայեցողությունը գնահատելու դաշտում, թե արդյոք արժի փոխանցել դատապարտարներին, որպես իրենք պատիժ կրեն այլ պետություն, թե ոչ թողնված է եղել մեզ, իհարկե օրենքի շրջանակներում, եւ մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումը իրականացնել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել եւ այլն, դա այլ հարց է, խիստ կարեւոր է, որ գործընթացը ունի իրավական հիմք եւ պրոցեսուալ առումով իրավական է եւ խնդրում եմ երկխոսության չվերածել հարցի պատասխանը։ Կա համապատասխան օրենք, ես նշեցի օրենքի անունը, որը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով իրականացնել դատապարտարների փոխանցում։ Այսքանը։